Լուր ակցիա են անում պատերազմում անհետ կորածների հարազատները կառավարության դիմաց։ Հայաստանը պատրաստվում է հետ կանչել միջազգային դատարաններից Ադրբեջանի դեմ հայցերը։ Իրենց որդիներից մի լուր իմանալու վերջին հույսն է մարում։ Եվրոդատարանում մենք այսօր ունենք ավելի քան 80 տեսանյութ, որոնք ապացուցված են, որ այդ տղաները գերեվարվել են ադրբեջանցի ասկերների կողմից եւ հիմա այդ հայցերը դրված են հարցականի տակ։ Մեզ անընդհատ ստում են, խաբում են, թե ինչու չեն աշխատում, դե վրիպակ ա եղել, վրիպակ, այս վրիպակների պատճառով մենք այսօր ենք ընկել։ Անհետ կորած զինծառայողի մայր է Արմինեն, վստահեցնում է, որ իր տղան արդեն 5 տարի է գերության մեջ է, ապացույցներ էլ ունի, բայց նույնիսկ հարցաքննության չեն կանչում իրեն։ Ես տեսանյութով տեսել եմ իմ որդուն, թե ինչպես են իմ որդուն գերեվարում։ Մենք ենք իրենց ապացուցել, որ այո, մեր որդիները ողջ են, որ իրենց ասածները ամենը սուտ են։ Ծնողներին չի կարելի մի կտոր բան տալով ասել տար ղարկավորի քո որդինը։ Իրանք մտածելով ծնողը ցավի ու տառապանքի մեջ կհավատա ու կասի էտա։ Ուր ասես, որ չեն գնացել այս մարդիկ օգնություն խնդրելու ու մի լուր իմանալու համար, ազգային ժողովից դեսպանատներ, ասում են Հայաստանի իշխանությունը մոռացել է իրենց տղաների մասին։ Եթե նախ գործ արվեր չէր հասնի, մինչև 4.5 տարի, գրեթե 5 տարի ու կլիներ ավելի շուտ արդյունք կլիներ, կամ այսքան ժամանակ եթե այս անհետ կորած 200 եւ ավել երեխեքից գույնե մի հատը բացահայտված լիներ, միգուցե կհավատայի, որ գործ են անում։ Իմ ոչ մի հարցին չեն կարողացել պատասխանել ազգային ժողովում։ Բոլոր հարցերս մնաց անպատասխան, բայց մեր աչքի առաջ կանգնում ասում են, որ աշխատանքները կատարվում են, աշխատում ենք։ Ակցիայի մասնակիցները հիշեցնում են, Ադրբեջանի հետ 100%-ով համաձայնեցված խաղաղության համաձայնագրում խոսք չկա գերիների անհետ կորածների մասին։ Մարդիկ պետք է հասկանան ի վերջո, Ադրբեջանը Հայաստանի իշխանության, Հայաստանի հետ չի կնքելու ոչ մի խաղաղության պայմանագիր, իրական խաղաղության պայմանագիր չի կնքելու։ Խաղաղության պայմանագիր պետք է կնքվի միայն այն դեպքում, երբ որ բոլոր գերեվարվածները հետ վերադարձած կլինեն հայրենիք եւ երբ որ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից ադրբեջանական զորքը իր ելման դիրքեր վերադարձած կլինի։ Խաղաղությունն իրենց որդիների պես անհետ կորել է, ասում են այստեղ հավաքված մայրերը, ոչ մարտի 8-ին, ոչ ապրիլի 7-ին, ոչ մեկից ծաղիկներ չեն ուզում ստանալ, նրանք իրենց ծաղիկներին են սպասում։ Ես իմ ծաղիկն եմ ուզում, ես իմ տղային եմ ուզում, այս բոլոր մայրերը իրենց որդիներին են ուզում։ Մեզ պետք չի ուրիշի ծաղիկը, մեզ պետք չի ուրիշի շնորհավորանքը, մեզ համար չկան տոներ։ Մենք մարտի 8-ին էլ էինք այստեղ, ապրիլի 7-ին էլ, մենք նոր տարին եկեղեցում ենք նշում, մենք համար չկա ուրախություն։ Աննա Գյուլնազարյան, Առաքել Օհանյան և Նորայր Հակոբյան, Հայլուրի համար։